Խոսենք ազգային ժողովում տեղի ունեցած վեճի մասին եւ Արսեն Թորոսյանը թեև ինքը եւս պատասխան այսպես հայհոյանքներ էր հնչեցրել, բայց իր Facebook-յան էջում խոսել էր քաղաքական վենդետայի մասին, ասել էր, որ հայհոյելը չի կարելի ոչ ազգային ժողովի ամբիոնից, ոչ դահլիճում եւ այլն։ Ինչ նկատի ունեք քաղաքական վենդետա ասելով նա, արդյոք կիսում եք այս տեսակետը դուք եւս եւ արդյոք կարծում եք, որ պետք է նաեւ քաղաքական վենդետա իրականացվի Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Նախ Դե վենդետա բոլորս հասկանում ենք ինչ է նշանակում։ Քաղաքական վենդետա ասելով մեր գործընկերը ուրեմն նկատի ունի մեր քաղաքական հանձնառությունների մինչև վերջ իրականացում, որոնց արդյունքում այո, այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են։ Քաղաքականապես այդ մարդիկ Հայաստանի քաղաքական դաշտից վերանալու են։ Սա ի նկատի ունի իմ գործընկերը եւ ես չեմ կարող այս տեսանկյունը չկիսել։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցի վերջի կտորին, դա մեկնաբանություն ուղղակի անիմաստ եմ համարում տալ, որովհետև հարցադրումը որևէ հիմնավորում բնության մեջ չի կարող ունենալ, որովհետև քաղաքական վենդետա եւ առասարակ վենդետա են իրականացնում այն մարդկանց նկատմամբ, որոնք մեղավորություն ունեն եւ այդ մեղավորությունը ընդհանրապես անունները, որոնք դուք համեմատում եք, համեմատելու չի են մարդկանց հետ, ում մասին որ մենք խոսում ենք։ Մեր գործընկեր Արսեն Թորոսյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ է, վարչության անդամ է, ով մեզ հետ հավասարապես պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության համար, այն մարդկանց դեմ, ում մասին որ ինքը խոսել է, հետեւաբար խնդրում չխառնեք իրար մարդկանց անուններն ու վարքը ընդհանրապես։ Հիմա դուք քննադատեցիք Լևոն Քոչարյանի վարքը, արդյոք Արսեն Թորոսյանի հայհոյանքներին եւս պատրաստ եք քննադատությամբ հանդես գալ եւ գործողություններ հաջորդեն։ Դուք Լևոն Քոչարյանի բառամթերքը հիմա համեմատում եք Արսեն Թորոսյանի ասացի հետ։ Նույնը չէր, Ժողովուրդ ջան, նույնն էր ձեր համար։ Ես ուզում եմ հասկանամ ձեր համար դա նույնն էր, ինչ եք ասում։